ինստիտուտների համար նորություն չէ, այս իրավիճակը տարիներով է զարգանում եւ տարիներ հիմա եթե դուք հնարավորություն ունենայիք, տասնյակ ուրիշ այդպիսի զեկույցներ կտեսնեիք, որոնք եկել են անցել են վարչապետի աշխատասեղանի վրայով, համապատասխան ընթացակարգերով եւ իհարկե մենք շատ ցավում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին, արտահայտել ենք, արտահայտում ենք, մենք Իրանում ծավալվող իրադարձություններից մի օր առաջ էլ ենք անվտանգության խորհրդի նիստ ունեցել, մի օր հետո էլ ենք անվտանգության խորհրդի նիստ ունեցել, նախորդ այդ նույն շաբաթը պաշտպանության նախարարը այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, արտաքին հետախուզական ծառայությունն է ձեր ասած զեկույցը, անվտանգության խորհրդի ներքո բավական երկար ժամանակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, այդ աշխատանքային խումբը երեք չի ստեղծվել, նախորդ օրը չի ստեղծվել, Իրանում նախկինում ծավալված իրադարձություններից առաջ է ստեղծվել եւ այդ աշխատանքային խումբը գործում է ամենօրյա ռեժիմով, ոչ թե մի շաբաթ է գործում, այլ ամիսներով ամենօրյա ռեժիմով գործում է եւ հետեւաբար ձեր հարցի համատեքստում անհասկանալի է ինչի ազգային ժողովի նիստը չենք չեղարկել ընդհանրապես որ գանք այստեղ ասենք հազար ներողություն ինչ որ սադրիչ անկապ հարցեր հնչեն մենք դրանով պետության բանը վտանգենք ինչ եք նիստ անում չեղարկեք նիստը այս երեխեքին ինչ եք վերել ստեղ նստացրել հազար ներողություն ու որ ինձ ասում եք պերաշկի ենք ուտում ձեզնից չի երևում որ ինչ որ հացադուլ հայտարարած եւ քուրց հակած վիճակում եք ընչի գլխներիդ մոխիր լծրած չի ձեր բանի խմբակցության եւ ինչի քուրց չեք հակել կամ ինչի չեք ինքնահրկիզվում ընդհանրապես ես չեմ հասկանում եւ ընդհանրապես ես չեմ տենում պատճառ որ Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնությունը սեփական քաղաքացիների հետ շփվելուց հրաժարվի ես դրա պատճառը չեմ տեսնում ընդհակառակը քանի որ Հայաստանի Հանրապետությունը ինստիտուցիոնալ երկիր է եւ ինստիտուտներ են գործում եւ ինչ ալոց այդ ինստիտուտների գործունեության հետ կապված հաղորդագրություններ են եղել Արձագանք Պարոն Փաշինյան Միջալոց պերաշկու տեղը կարանք ասենք եթե հանկարծ շատ սովեք դուք էլ ուտեք դրան Բոլորն էլ պերաշկել են ուտում, հացել են ուտում, ջուր են խմում բայց երբ որ ձեր արտաքին հետախուզական ծառայությունը նորից եմ ասում կանխատեսում է որ Իրանում անկայունությունների աճն էլ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը եւ դուք դա ասում եք դե զեկույցները էլի տենց հազարած զեկույց է լինում գալիս է գնում է ու այդ պայմաններում դուք պատերազմի առաջին օրը պերաշկի եք ուտում Հարցը հետևյալն է, թե դուք ինչ ազդակ եք ուզում տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, երբ որ դուք անհոգ պերաշկի եք ուտում, այդ պերաշկին շատ սիմվոլիկ է իդեպ, դա ոչ թե անվտանգության ցուցիչն է, այլ ձեր որպես իշխանության հանրային ընկալումներում նաև տեսեք, թե քանի ռիլեր ու վիդեոներ կան այդ տեսարանի հետ կապված, ոչ թե անվտանգության ցուցիչ է այդ պերաշկին, այլ ձեր ոչ ադեկվատության ցուցիչը, իսկ ավելի անկեղծ, ձեզ բացառապես մի բան է հետաքրքրում, պարոն Փաշինյան, ձեր աթոռի պաշտպանությունը ու դրա համար դուք ամեն ինչ կանեք, ամեն ինչ։ Գիտեք, ես ձեզ համար վատ լուր ունեմ, երբ որ մենք պերաշկի էինք ուտում եւ այդ տեսանյութը տարածվեց համացանցով այդ թվում միջազգային, Մերձավոր Արևելքի մի շարք հարգելի գործընկերներ որոշեցին գնալ եւ հրապարակային ռեստորաններում ճաշել ցույց տալու համար, որ իրենց քաղաքացիները անհանգստանալու բան չունեն եւ իրավիճակը կոնտրոլի տակ է։ Եթե չեք նկատել դա, ավելի վատ, որ չեք նկատել, ինչ վերաբերում է զեկույցներին,
մենք զեկույցներ ստանում ենք ամենօրյա ռեժիմով եւ ելի եմ ասում, ընդհանրապես պաշտոնյաները կարող են ենթադրենք դուք այդքան բանի կենտրոնացած եք կարկանդակ ուտելու վրա, ասենք ձեր կարծիքով ասում եմ մերձավոր արևելյան շատ հարգելի երկրի շատ հարգարժան ղեկավարությունը ամբողջ կազմով մեր պերաշկի ռիլից հետո որոշեց գնալ ռեստորան եւ նկարահանել դա եւ համացանցում տարածել։ Ինչի համար։ Մեր երկրում ինստիտուտները գործում են, գիտեք, ինչ պաշտոնյաները այդ թվում քնում են պաշտոնի Սիսյան Քաջարյան հատվածի կառուցման գործում էր այս ծրագրի այս փաթեթի շրջանակում ներդրումներ տեղի կունենան եւ այլն եւ այդպես շարունակ։ Որ արձագանք Բնականաբար սպառազինության վերաբերյալ միայն ճկնաղ միտք է հայտնել մեր գործընկերը խորհրդանական, որ Հայաստանում դրա ավելի լավ արտադրատեսակները կան եւ չարժեր այդքան, որ ԱՄՆ-ից նման անընդհատ սարքեր գնենք։ Չեմ թաքցնի, Հայաստանում կան լավ արտադրատեսակներ եւ մենք նաեւ այդ լավ արտադրատեսակներն ենք ձեռք բերում եւ Միացյալ Նահանգներից ձեռք ենք բերում էլի լավ արտադրատեսակներ եւ մեր լավ արտադրատեսակները պատրաստ ենք նաեւ վաճառել Միացյալ Նահանգներին։ Այնպես որ դա շատ նորմալ համագործակցություն է եւ մենք կփորձենք այդ ոգով շարունակել։ Ուրիշ էլի բան կան դիտարկում։ Դե ծիծեռնակաբերդի հետ կապված ինչ ծիծեռնակաբերդ եւ ատոմակայան։ Ատոմական ասցի, Ծիծեռնակաբերդ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը ուղեկցել է եւ ուղեկցել է այն արարողակարգերով, որոնք համապատասխանում են ոչ միայն Հայաստանի, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդունված արարողակարգերին, որովհետեւ այսինքն այդտեղ որևէ այլ բան տեղի չի ունեցել, այսինքն նկատի ունեմ արարողակարգային հարցերում հաշվի առնվում ոչ միայն ընդունող կողմի արարողակարգային նրբությունները, այլև հյուր կողմի արարողակարգային նրբությունները եւ ամեն ինչ արվել է այդ տրամաբանությամբ եւ որպեսզի համապատասխանի այդ թվում Միացյալ Նահանգների արարողակարգին, որևէ այլ բան ձեր ասած համատեքստում տեղի չի ունեցել։ Չնայած տեղի են ունեցել բաներ, որ ավելի ճիշտ կլիներ տեղի չունենան, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, օգտվելով նիստ վարողի իրավունքից մի արտահերթ հարց տամ, կարծում եմ հավելյալ պարզաբանման կարիք ունի, քանի որ այս ատոմակայանի թեման շատ է շահարկվում։ Ի վերջո երբ է փակվելու, ինչ պայմաններում, մինչև այդ արդյոք մենք նոր ատոմակայան կառուցած ենք լինելու, արդյոք որոշված է ինչպիսին թե եւ ում հետ համագործակցությամբ, խնդրեի պարզաբանել։ Տեսեք, մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո եւս մի փուլ ենթադրվում է